Վերադարձանք եթեր սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն եւ մենք չենք կարող այսօրը բաց թողնել առանց մեր ամենահամեղ հատվածը վայելելու։ Այո, տոնական եթերը չենք պատկերացնում առանց Խոհանոցի եւ առանց Անուշի։ Անուշ, բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Մենք արդեն սկսել ենք այստեղ պատրաստել, ես սոխը տապակել եմ մի փոքր սխտորի հետ։ Բայց ինչ ես պատրաստելու Անուշ։ Պատրաստում ենք կրեմ ապուր։ Պատրաստում ենք կարմիր ոսպով կրեմ ապուր, որը շատ արագ է պատրաստվում, համեղ է, օգտակար եւ կրեմ ապուրները կարծում եմ բոլորի կողմից են սիրված եւ մատուցելու ենք չորահացով։ Եվ մեծահասակների եւ փոքրիկների կողմից, այո։ Այո, հավատացնում եմ, որ բոլորդ կհավանեք։ Հիմա մենք ձիթայուղով տապակել ենք, մի փոքր կարագ ենք ավելացնում։ Եվ ես ասեմ, որ մի փոքր աղով խաշել եմ արդեն կարմիր ոսպը։ Եվ այն խաշվում է շատ արագ, չէ՞։ Այո, մոտավորապես 5-ից 6 րոպեում արդեն խաշվում է։ Հիմա մենք արդեն կտրել եմ կարմիր պղպեղը եւ պետք է տապակենք սոխի հետ ու պետք է հարենք։ Հարելուց հետո գեղեցիկ կմատուցենք։ Այո, բայց ես ուզում եմ, որ այս ընթացքում, բացի նրանից, որ դու կպատրաստես, նաև պատմես, արդյոք դու ռադիո լսում ես, թե ոչ, Անուշ։ Հասցնում ես։ Այս շատ լավ էր հասցնում եմ։ Ավելի շատ որպես հեռուստատեսության մարդ, ավելի շատ փորձում եմ հեռուստաընկերություններին հետևել, դե հատկապես հանրայինին եմ հետևում, որպեսզի ավելի այսպես տեղեկացված լինեմ։ Միշտ տանեի դեպ Խոհանոցում, իմ մոտ միշտ Խոհանոցում միացված է եւ ես այդպես պարտադիր հանրայինի հետ եմ։ Երբեմն հանրային ռադիոն լսում եմ, եթե հասցնում եմ այդպես ճանապարհներին։ Երբ գնում ես նկարահանման այլ մարզեր, վստահ եմ ճանապարհին լսում եք ամբողջ թիմով նաև ռադիո։ Ճանապարհներին միշտ այո, այդպես է։ Հետաքրքիր է, Անուշը պատասխանեց լսում է թե ոչ, իսկ երեխաները լսում են Անուշ երբևէ ռադիո, թե ոչ։ Իմ երեխաները երևի թե ոչ, իրենք իրենց նախընտրելի ավելի շատ երաժշտություն են լսում, բայց դա ես հիշում եմ նույնիսկ մինչև վերջերս իմ հայրիկի տանը կար դեռ ռադիոն, որը որ պահպանվել էր եւ սիրում էր անընդհատ լսել, այսինքն շատ հաճելի էր, կոլորիտային բան կար այդտեղ եւ շատ հաճելի կլինի, երբ որ այդ հին ավանդույթները վերադառնան, չէ՞, կարմիր պղպեղն արդեն ավելացնեմ։ Ահա։ Աղջիկներ, իսկ հիշում եք կար ժամանակ, երբ որպես ռադիո լսող զանգահարում էին եւ ուղիղ եթերում պատվիրում էին իրենց ցանկացած երգերը։ Այո, չկար հնարավորություն պարզապես քո հեռախոսում 1 վայրկյանում որոնել, գտնել եւ լսել։ Լավ ժամանակներ էին։ Կարծում ես, բայց հիմա ավելի հեշտ եւ արագ է ամեն ինչ։ Դե ամեն ինչ շատ ավելի հեշտ է, բայց եթե վերհիշում ենք, պետք է քայլել մանե, պետք չէ հետ մնալ։ Բայց լավագույն հիշողությունները պետք է մեկ գոնե հիշել։ Դա հաստատ։ Ես այստեղ ավելացրեցի արդեն հարիչի ամանի մեջ, որպեսզի մի փոքր տապակվելուց հետո մենք խառնենք։ Բայց մեզ այստեղ շատ կարևոր են այս ապուրի մեջ համեմունքները։ Անհրաժեշտ է մի փոքր քիմիոն ավելացնենք։ Քիմիոն։ Այո, շատ քիչ, որպեսզի շատ սուր չլինի հոտը։ Իսկ սոխն էլ էր պարտադիր։ Սոխն էլ էր պարտադիր, քանի որ հարում ենք, սոխը եւ սխտորը այստեղ, այո, ընդհանրապես համեմունքի դեր է տանում։ Այնպես որ հանգիստ կարող եք ուտել։ Ավելացնում ենք աղ։ Իհարկե, ով ինչ համեմունք կցանկանա, կարող է ավելացնել, բայց ասեմ, որ շեֆ խոհարար Մհերն է մեզ առաջարկել այս բաղադրատոմսը եւ ինքը հին հայկական ուտեստներն է միշտ մեզ ներկայացնում եւ սա էլ ասաց, որ այդպիսի մի ուտեստ էլ սա է։ Եվ ավելացնում ենք օրեգանո ու հարում ենք։ Շատ կարճ, հեշտ, արագ եւ հեշտ պատրաստվող կրեմ ապուր։ Աշխատանքի շտապելիս կարելի է արագ պատրաստել ու առողջ օգտակար սնվել։ Ինչը ամենակարևորն է։ Այո։ Արդեն մենք կարող ենք մի փոքր տապակվեց, արդեն կարող ենք ավելացնել հարիչի մեջ եւ հարել։ Բաղադրիչներն էլ են քիչ, ավելի հեշտ եւ արագ կհիշես։ Եվ հիշելու համար եւ պատրաստելու որևէ ավել հմտություն խոհարարական անհրաժեշտ չէ։ Հիմա մենք մի փոքր կաղմկենք, ընդամենը 2 րոպե եւ Մենք պատրաստենք։
վերջ։ Ավարտվեց աղմուկը եւ կրեմապուրը պատրաստ է։ Այո։ Ընդամենը մի քանի վայրկյան։ Հիմա ես դրեցի հացերը մի փոքր տաքանա եւ վերջ։ Չորահացով շատ ավելի համեղ է, այո, ստացվում ապուրը։ Դուք պետք է բույրերն էլ զգաք արդեն։ Արդեն զգում ենք, Անուշ։ Մի քանի հատ այսպես դդմի սերմով զարդարում ենք։ Գույնը շատ նման է դդմապուրի։ Պարտադիր կիտրոնի հյութ ենք ավելացնում։ Ինչու պարտադիր։ Որովհետև բոլորովին համը փոխվում է ապուրը։ Բոլորովին այլ համ ենք ստանում։ Սա երբեք չեմ փորձել։ Այսօր օրն է։ Եվ մի փոքր քունջուտ ենք ավելացնում ու հացը դնում ենք կողքին։ Անուշ, ամեն անգամ հիանում եմ, թե ինչ արագ ես շարժվում խոհանոցում, ինչ համեղ ես պատրաստում եւ ինչ լավ է ստացվում քեզ մոտ։ Շնորհակալ եմ։ Ես շատ սիրով եմ աշխատում, ինձ շատ է դուր գալիս խոհանոցում աշխատել եւ հատկապես շատ եմ սիրում, երբ համտեսում են եւ ասում են շատ համեղ էր։ Այնպես որ պարտադիր պատրաստեք, Անուշ լինի։ Շնորհակալություն։ Այո, բույրը արդեն այստեղ է հասել։ Ես առաջարկում եմ միասին, մինչև մեր հեռուստադիտողները գրիկ առնեն այս բաղադրատոմսը, որպեսզի որևէ բաղադրիչ եւ յուրահատկություն, օրինակ կիտրոնի հյութը կամ քիմիոնը բաց չթողնեն, այս ընթացքում մենք էլ լսենք երաժշտություն եւ վայելենք մեր այս տարվա պատվիրակի Պարգի տեսահոլովակը, որը ես իսկապես շատ եմ հավանել։ Այո, ամեն անգամ տեսահոլովակը դիտելու ընթացքում ասում ենք, որ շատ լավն է։ Այո, դիտում ենք տեսահոլովակը։